Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան պաշտոնական այցով ժամանել է Իսպանիա։ Այցի շրջանակներում նախատեսված են Միլի Մեջլիսի նախագահի հանդիպումները մի շարք պաշտոնատար անձանց հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի եւ Իսպանիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների ներկայվիճակը եւ ապագա զարգացումը։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Թել Ավիվում հանդիպել է իր իսրայելցի պաշտոնակցի հետ։ Այս մասին հաղորդում է Times of Israel պարբերականը։ Թերթի տեղեկություններով Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական համագործակցությունը։ Երկու նախարարները պայմանավորվել են հետագայում ևս ընդլայնել երկկողմ ռազմական համագործակցությունը։ Տեղի ունեցել Ադրբեջանում անցկացվող Առազ 2025 համատեղ զորավարժությունների բացման արարողությունը։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Նախ ադրբեջանական եւ իրանական կողմերի զորավարժությունների ղեկավարները, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան մասնակիցներ այցելել են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների պատվին կանգնեցված հուշարձան եւ ծաղիկներ դրել նրա մոտ։ Իրենց ելույթներում զորավարժությունների ղեկավարները նշել են Առազ 2025 համատեղ զորավարժությունների նշանակությունը Ադրբեջանի եւ Իրանի միջև վերընթաց գծով զարգացող ռազմական համագործակցության խորացման գործում։ Նշվել է, որ այս զորավարժությունները նպաստում են Ադրբեջանի եւ Իրանի, ինչպես նաեւ երկու երկրների զինված ուժերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է շարժվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Անդրադառնալով մայիսի 16-ին Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը Սիմոնյանը նշեց, որ նման բարձր մակարդակով շփումները շարունակվելու են։ Քննարկումները շարունակվում են, կա համաձայնություն, որ դրանք շարունակվեն։ Չեմ բացառում, որ առաջիկայում դրանք կշարունակվեն ինչպես ղեկավարների, այնպես էլ արտաքին գործերի նախարարների ձևաչափով։ Դա դրական նորություն է, ասաց Սիմոնյանը։ Բաքվի ռազմական դատարանում ներկայացվել են Տեր-Պետրոսյանի երկրապահի ահաբեկիչների հետ հանդիպման կադրեր։ Տեսանյութում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի մտադրության, նպատակի եւ պատճառների մասին։ Նախ այս շարժման շնորհիվ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը լուծեցին մի խնդիր, որը հայ ժողովուրդը չէր կարող լուծել 600 տարի։ Հայաստանն ու Ղարաբաղը լիովին մաքրվեցին մյուս ժողովուրդներից։ Այս խնդիրը 600 տարեկան է եւ հայ ժողովուրդը կգիտակցի դրա նշանակությունը հաջորդ 600 տարիների ընթացքում։ Պատկերացրեք, եթե այսօր Հայաստանում շարունակեին ապրել 170,000 այլ ազգությունների մարդիկ, ովքեր այստեղ ապրել են մինչև 1988 թվականը, մենք այսօր պետություն չէինք ունենա։ Մենք չէինք կարողանա պահպանել ոչ մեր հյուսիսային շրջանները, ոչ էլ Սևանի շրջանը, ասում է Տեր-Պետրոսյանը դատարանում ներկայացված տեսաձայնագրության մեջ։ Բաքվի ռազմական դատարանում դատավարության ժամանակ մեղադրյալ Բակո Սահակյանը պատասխանել է Շուշա քաղաքի օկուպացիայից հետո Ադրբեջանի օկուպացված տարածքներում իր գործունեության վերաբերյալ հարցերին։ Բակո Սահակյանը նշել է, որ 1993 թվականի հունիսից ի վեր զբաղեցրել է թիկունքային ապահովման շտաբի պետի պաշտոնը։ Բակո Սահակյանը, որը նախկինում գլխավորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անջատողական ռեժիմը, դատարանում խոստովանել է իր մասնակցությունը Ադրբեջանի ինքնիշխան տարածքները Հայաստանի կողմից օկուպացնելու նպատակով իրականացվող ռազմական գործողությունների եւ մարտական խնդիրների նախապատրաստմանը եւ քննարկմանը։ Շարունակվում է նախկին ներքին տեղահանված անձանց մեծ վերադարձը օկուպացիայից ազատագրված տարածքներ։ Այս փուլում Աղդամի շրջանի Քենգերլի գյուղ է վերաբնակեցվել 50 ընտանիք, ընդհանուր առմամբ 207 մարդ։
Հայրենիք վերադարձող բնակիչները շնորհակալություն են հայտնել Քաջարի ադրբեջանական բանակին, մեր հողերը օկուպացիայից ազատագրած հերոս զինվորներին ու սպաներին եւ խաղաղություն մաղթեցին ճանապարհին զոհված նահատակների հոգիներին։ Նշենք, որ ներկայումս Ղարաբաղում եւ Արևելյան Զանգիզուրում բնակվում է շուրջ 40,000 մարդ։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։